Նյարդաբանները ասեղային էլեկտրոդով հետազոտում են մարդու մկանային կառուցվածքը, հայտնաբերելու նյարդամկանային հիվանդությունները։ Էլեկտրանեյրոմիոգրաֆիայի վերաբերյալ հայ-ֆրանսիական 9-րդ աշխատաժողովը նվիրված է ասեղային միոգրաֆիային։ Մասնագետները բարելավում են տեսական ու գործնական գիտելիքները։ Ընտրել են երկու հիվանդ։ Մի հիվանդը ունեն կասկածներ, որ նա ունի նյարդային հիվանդություն, մյուս հիվանդը ունեն կասկածներ, որ ունի մկանային հիվանդություն։ Եվ իմաստը նրանում է, որ մեր գոլեգաներին ակնհայտ պրակտիկայում ցույց տակ ինչքան տարբեր է լինում ասեղային միոգրաֆիան այդ երկու հիվանդների, որոնք կլինիկորեն տեսքից կարող են լինել շատ նման։ Բժիշկ Գի Շոպլանան Լիոնի համալսարանական հիվանդանոցի իր փորձն է ներկայացնում։ Նյարդամկանային հիվանդությունների դիագնոստիկայի և բուժման ոլորտում հայ և ֆրանսիացի մասնագետները գործակցում են 2021 թվականից։ Առաջին անգամ այստեղ եկանք 44-օրյա պատերազմից հետո, որպեսզի օգնենք խնամել վիրավոր զինվորներին։ Ապա սկսեցինք պարբերաբար նախաձեռնել նման սեմինար հանդիպումներ մեր հայ գործընկերների հետ։ Այցելում ենք նաև լաբորատորիաներ Երևանում և մարզերում։ Մեզ մոտ տարածված են պոլինեյրոպաթիաները, մեզ մոտ տարածված է այդպես կոչված կասը, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը, մեր մոտ կան միոպաթիաներ և ձեռքբերովի և ժառանգական, այդ հիվանդությունների մի մասը ժառանգական է և դա շատ կարևոր է դիագնոզել և հիվանդի համար, և ընտանիքի անդամների համար, և իր ապագա երեխաների համար։ Նշում է, մեր երկրում ևս բարելավում են նյարդամկանային հիվանդությունների ախտորոշման մեթոդները, ուստի պետք է չխուսափել հետազոտություններից և տեղեկացված լինել ժառանգական հիվանդության մասին։ Նարէ Ոսկանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։